Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եկեք գործիքը չփչացնենք դրա վրա։ Եկեք ձեր տեսողությամբ ընտրենք մի ծառ, որը գոն է, այսպես տեսողական, ինքը իբր թե դրսից առողջ է, այ օրինակ այս հետևինը, որ բնի վրա այս խայտառակությունները չկա։ Այստեղ հիմա մեզ երևում է, չէ՞, ծակերը, էլ ինչու փորձենք։ Փորձենք այս ծառի վրա իրականացնենք ուր է ռեզիստոգրաֆը։ Ընտրեմ այս ծառի վրա, հարմար է։ Ծառերը հնարավոր չէ։ Շորտ ինչը բուժես։ Կամ այն ծառերը օրինակ Թումանյանին է հնարավոր չէ։ Չունի սաղարդ, ոնց բուժեք։ Տեսնում եք այս ժանգանման հեղուկը։ Տեսնում եք, ես մի քիչ պատկերավոր բացատրեմ, որ քաղաքացիներ ոնց որ մարդու այս վերևից կտրածն են, այդ հեղուկը չբարձրանա վերև։ Արյունը այսպես չռա։ Ինքը չի կարողանում բարձրացնի վերև։ Ինչով ձև։ Հա, դե բա էլ ոնց ասեմ, որ հասկանալի լինի։ Չի կարում սնուցել։ Ինքը ծերա, մեջը փուճ է, ժողովուրդ։ Փուճ է, ինքը այսքան տեղով պիտի այդ հեղուկը հանի, այդ այսքան տեղը չկա, դատար կա։ Հիմա տեսեք, եկեք այստեղ պատրաստ երևին։ Այդ հեղուկը, ժողովուրդ ջան, սնուցող հեղուկը, այստեղից, արմատից, այս սրա մեջով պիտի բարձրանա հասնի այնտեղ։ Հիմա դուք տեսնում եք փուչա, պատկերացեք մարդու երակը չկա։ Բայց դուք էլ մասնագետ չեք, չէ՞։ Ինչպես գիտեք այդ մանրամասները։ Որովհետև ինձ մասնագետ չեմ, բայց ես էլ նշեմ, մի 4 հատ արդեն գիտական աշխատություն ունեմ հրապարակած, եւ վերջի ինձ իմ այդ նշած 100 մասնագետը, կոպիտ ասած, պայմանական 100, թող լինի 50 մասնագետը ամենօրյա ռեժիմով, այսպես հիմա ոնց որ ես եմ ձեզ բացատրում, իրանք էլ ինձ են բացատրում։ Բայց նրանց, որոնց դուք մասնագետ չեք համարում, նրանք էլ ունեն այդպիսի խորհրդատուներ։ Իրանք չունեն նման կրթություն։ Ես ում մասնագետ եմ համարում, իրա դիմաց գրած է բուսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուսաբանական գիտությունների թեկնածու եւ այսպես շարունակ, ժողովուրդ ջան, ում մասնագետ չեմ համարում, նրա դիմաց գրածը մանկաբույժ։ Այն մեկի դիմաց էլ գրածը որ տնտեսականն է ավարտել։ Տնտեսական։ Հիմա ժողովուրդ ջան, ամենայն հարգանքով իմ հայրն էլ է տնտեսագիտության մասնագետ, բայց իմ հայրը ոնց կխոսա ծառից։ Ժողովուրդ ջան, այսպես ձեր կամերաները չգիտեմ կֆիքսեն թե չէ, ամբողջ մեջը դատար կա։ Հիմա այդ հեղուկը պիտի այստեղից բարձրանա, որ սաղարդ ձևավորի սնուցի այնտեղ։ Չկա, դատար կա ինքը։ Այս ինքը գիտեք այս փուճուրիկ այդ պոզերը ես դրան շտաղարդ չեմ անվանում, որ կա այս կեղևի հաշվին է պահում, որովհետև ամբողջ մեջը հիմա կարամ խնդրեմ ավտոաշարակ մոտիկանակ կտրի այս ծառը, ամբողջ մեջը դատար կա, ինքը այդ մեջի, այդ մեր այն փայտը որ տեսնում ենք, չէ, սենց հետքերով, այդ փայտի մեջով է գնում այդ հեղուկը, այս մարդու արյունը, այս ծառի արյունն էլ այդ հեղուկն է։ Եվ այդ հեղուկը չի հասնում վերև, չկա այդ անոթը, որ բարձրացնի վերև, հետևաբար վերևը ամբողջ չոր է, հետևաբար այդ հեղուկը այստեղից չռում է, հետևաբար մեջը ամբողջը որդու բլոճ է, այսպես ժողովրդական լեզվով ասած, որը ամբողջ ծառը կերել է, քայքայել է, հասցրել է այս վիճակին, ինչ վիճակին որ կա։ Հիմի շատ լավ եղավ, որ այս ծառի կողքը կանգնեցինք։ Հիմա եկեք կանչենք ավտոաշտարակը, սկսենք այս ծառից։ Հիմա մի տեղ կհասնենք, որ այս խորոչները չեն լինի։ Ու այսենց կկտրենք, բա հլը նայեք ինչ հաստաբուն ծառա։ Ուզում ենք անենք դա, հետո ես ֆռամ կանգնեմ այս ծառի կողքը ու գոռամ, ասեմ հլը նայեք ինչ հաստաբուն ծառա հատվե։ Նախ, եթե ասում ենք ծառը ծեր է, ապա պիտի հաստաբուն լինի, որտեղ ինքը աճ է, մեծաց է իրակ։ Եվ երկրորդը, եկեք հատենք սա, ինչ որ հատվածում այս դատարկությունը վերջանալու է։ Ինչքան իջնում ես դեպի արմատային համակարգ, այնքան վերջանում է, որովհետև ոնց ասեմ, արյունը սրտի մոտերը ավելի մեծ ճնշում ունի, քան ծայրամասերում։ Հիմա փորձարկում ենք այդ սարքը։ Այս ծառի վրա փորձարկենք եկեք։ Ուր է ռեզիստոգրաֆը։ Որի վրա, ինչպես։ Հա։
Այս էլ մեր քաղաքացիների։ Տեսեք, այստեղից է։ Տեսնում եք։ Տեսնում եք։ Չկա, գոյություն չունի ինքը։ Հետևաբար, եթե չկա այդ փետը մեջի, այսպես պատկերավոր ասեմ, ինչով պիտի սնվի այս ծառը։ Եկեք այս ծառը փորձենք, այս էլ ուռուցքներով է։ Սա երևում է ծակա, դրա համար չեմ ասում փորձենք։ Սա իբր թե շատ լավ է, բայց այդ ձեր համար, որովհետև դուք չեք տենում ծակերը, բայց ես վստահ եմ, այս ուռուցքները, այսպես ռակավի, որ այս ծառի վրա են, ինքը չի կարա փուչ կամ են բամբակի նման, որ մեջը լինում են, դա էլ գոյության չունենալուն հավասար է։ Այդպեսի ինչ-որ վիճակում չլինի, ընտրեք ուզում եք, այս ծառը ռեզիստոգրաֆը մոտ, խնդրեմ։ Ինչը, այդ ռակովեով խլուչի, էդի դրանից է, որ ամեն անգամ էտելուց, հիմնական ստվոլը կտրտվում է, մի վարկյան, ինձ մինչև վերջ լսեք, գլխատվում է և ծառը ապրելով, ուզում է ապրի, ինքը հանում է տարբեր տեղից, ինքը հանում է ճյուղեր, որ նորից սկսվում է վեգետատիվ վիճակը, նորից կտրտվում է, լավ էլի, խազիցի պաժալոտը в школе. Իսկ ինչու վիրավորանք? А вы ходили в школу биологии? Где вы закончили? Какая у вас профессия? Կիրառեք ժողովուրդը։ Լևոն։ Ստանես որ նայում ենք մարդ երևում է վերևի կտրած է հենա ծակը կա, ստեղից փչակը կա։ Դու փորձարկիչ ո՞ց կամ որտեղից ես ուզում ես այն որ մեկն ուզում ես։ Նոր եք սկսել սրանցով ստուգումներ անել։ Հա, այս տարի բարակ 1 թե 2 միլիմետրանոց այսպես այս շուղանման գործիքը մեծ ուրեմն ուժի ազդեցության տակ, որը բացարձակապես չի վնասում ծառի այս ուրեմն բնին, մտնում է ծառի մեջ, անցնում է, այս կողքի սարքը, որը Wi-Fi-ի միջոցով կապված է իր բանի հետ, ուղեղի հետ, այսպես ասեմ, այստեղից տալու է գծագիր, այս գծերը պետք է լինեն այսպես հարթ ու հստակ այս կողմ են կողմ եղած եւ ուղիղ։ Եթե այդ, այո, որ կհանի հեսասրա, եթե այդ գծերը այսպես զիգզագ, սրտի այն որ կպցնում են, ոնց է կոչվում, կարդիոգրամա որ անում են, նույն բանն է։ Հիմա եթե դուրս կգանա եւ կկորանա կամ այդ գծերը կմանրանան, սենց արդեն ուղիղի նման կդառնան, ինչքան ուղիղ դարձան, այնքան փուչա դատարկա մեջը, ինչ եթե մանր զիգզակներ եղան, ուրեմն մեջը փափուկ է, այն որ սենց գուբկայի նման փշրվում է։ Անորակը։ Վեգան, բա որ մինչև էս չկար էս սարքը, ոնց էիք ստուգումներ։ Արի հաց, եկեք ասեմ։ Մինչև էս չկար, գալիս էինք կանգնում էինք ստեղ, Նայեք են վերևի սենց նայում էինք, այսենց նայում էինք, ու ստուգում էինք։ Բայց ձեր նշած ոչ մասնագետներն էին խորհուրդ տալիս այս սարքերից գնել։ Փաստորեն դուք հետևեցիք ոչ մասնագետների խորհուրդներին, ձեր լեզվով ասած։ Մենք հետևեցինք Երևանի քաղաքապետի հանձնարարականին, ձեռք բերեցինք սարքը, որովհետև այս սարքը ըստ իս կիրառվելու է տարբեր տեղերում։ Այդ թվում մենք ունենք բազմաթիվ սոսիներ, որոնց ունեցանք տապալման դեպքեր, պրոսպեկտում, ձմռանը։ Հետևաբար մենք պետք է այս սարքով ստուգենք նաև այն ծառերը, որոնք առ երևույթ մեզ թվում են, որ իրանք առողջ են։ Կտրելու համար չէ, գոնե ավելի շուտ հասկանալու համար ծառի վիճակը, որպեսզի իրականացնենք օրինակ Բաղրամյան պողոտայում կամ Մաշտոցի պողոտայում անհրաժեշտ ագրո միջոցառումներ ծառերը ավելի պաշտպանելու եւ կարգի բերելու համար։ Մենք կտրել չկտրելու համար չի։ Եվ ընդհանրապես սա կտրել չկտրելու համար չի այս սարքը։ Ուղղակի ինքը ցույց է տալի բնի ներսում ինչ, այո, այո։ Սարքը, այո, բավականին թանկ է, ամենագեր ժամանակակիցն է իմիջայլոց։ Սարքը, եթե չեմ սխալվում, մոտ 11 միլիոն է։ Ռեզիստոգրաֆ, այո, բավականին թանկ է։ Այս սարքերը այդպես սկսում էին, մի խոսքով
կան սարքեր, որոնք առել են այսպես կպցնում են ծառի վրա եւ արդեն գիտահետազոտական աշխատանքներ են կատարում։ Մենք առել ենք ավելի ժամանակակիցը, որը հենց տեղում դաշտային պայմանում տալիս է լենտան, հա, կարդիոգրաման, այսպես ասեմ, որով որ պարզ է դառնում ծառի բնում արկա վիճակը։ Լավ, դա եկեք մի հատ։ Հիմա տեսեք, դա արեք, նկարեք։ Մի վարքյան ժողով։ Եվ ծառը մի քանի տեղից է։ Կադինայք էս կողմից դուրս գա։ Հիմա տեսեք այս կողմից։ Ավեք մի քիչ ջերմից կա։ Մի վարքյան լախտերս։ Ու քաշի։ Եվ կտեսնեք այն կողքի սարքից էլ հիմա դուսագալի բանը։ Այն տեսնում եք, այն ժապավենը։ Այն տեղի մոտ է ջապարը։ Դա մտալ է։ Ես կոնք կա։ Դնեք նկարեք։ Լևոնջանն էս պահի կարնա։ Ախպերս հիմա սաղը ձեզ է կարմրցնում, Մի վարքյան սպասեք, մենք նկարենք, դուք էլ կնկարեք։ Մի վարքյան։ Մենք ուղիղ եթերում ենք տեղեկացնում։ վերջացնեք էս կողմը տարեք։ Հիմա դա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ծառի բանը, իր բնափայտը շատ թույլ է, որովհետև այստեղ աստիճանները կան, այս գծերը որ նայեք, այս անդղակի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ։ Ինքը ինչքան ներքև է այս իր բանը, այսինքն այս երրորդ գծով օրեթում է, ինքը լրիվ դատարկության մեջով է գնում երկրորդ գծովը։ Երրորդ գծով, չորրորդ գծով եթե գնում է, դա նշանակում է բնափայտը լրիվ թույլ է, այսինքն հավասարազոր է ինչ-որ սենց գուբկայի։ Հենց այստեղ կարեք ես կողքի ծառի փչակը կտրած է։ Մեջը նայեք, տեսնեք, ինքը այդպես ոնց որ գուբկա լինի փայտը։ Եթե ինքը փայտը ամուր է, արդեն այս վերևի գծերով է լինում այդ դիագրաման։ Մի հատ շատ խնդրանք եմ ինգերես։ Անի որ մի հատ պրոստեր զուտ կա դա։